Երբեմն տեսնում ենք ուղիղ եթերների ընթացքում ներկուսակցական քարոզարշավի ընթացքում, երբ բավականին մեծ հետաքրքրություն կա եւ ցանկություն կա այն ունենալու, ստանալու եւ անձամբ ձեզանից ձեռք բերելու քարտեզը, կրծքազարդը եւ լինում են նաեւ դեպքեր, երբ մերժում են քաղաքացիները ստանալ, ասելով, որ այլ ընկալումներ ունեն քարտեզի վերաբերյալ, եւ երբ մերժվում է այդ ամենը, այլ ընկալումների անվան տակ, արդեն խոսքը ոչ միայն անհատական կարծիքի, այլ ընդհանուր առմամբ հանրային լայն ընկալումների մասին է խոսքը։ Ես ցանկանում եմ, որ խոսենք այս մասին, խոսեք դուք այս մասին, ձեր ընկալումների եւ փորձենք ընկալումների մեջ մեր քաղաքացիների եւ մաքսիմալ լայն շերտերի ընկալումների մեջ դրական իմաստով փորձենք ցույց տալ, թե որն է ճիշտ ընկալումը այն կրծքազարդի, որը գրում ենք մենք վերջին ընթացքում, վերջին օրերին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Ազարյան, նախ վերջին ամսվա վերջին ինչքան եղել է, ինչքան առաջարկել են քաղաքացիներին, երևի հազարավոր օրինակ առաջարկել ենք, ես գոնե հիշում եմ 3, 4 կամ 5 դեպք, երբ որ մարդը ասել է, չէ, չեմ ուզում։ Այսինքն 1000 եւ 3, 4, 5։ Սա առաջինը, երկրորդը ուզում եմ մենք հիշենք այս պատմությունը, ինչից է սկսել։ Այս պատմությունը սկսել է ստեղ էր, նոր տեսա ստեղ էր։ Անկեղծ եմ ասում, նոր եմ ստուգի, հա։ Այս պատմությունը սկսել է ստեղից։ Այսինքն ես հիշում եք ինչից է եղել այս պատմությունը։ Եվ այս պատմությունը նրա մասին էր, եւ ես ուրախ եմ, որ մենք այդ ճանապարհը անցել ենք, եւ մենք ուժ ունենք խոստովանելու, որ Ղարաբաղյան շարժման ներքո մենք մեր երկիրը դրել ենք օտար աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին։ Հա, մենք դա հասկացել ենք շատ ուշ։ Եվ կան քաղաքական ուժեր, ովքեր չեն էլ հասկացել, չեն էլ հասկանալու։ Եվ սա նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ստեղծել է իր անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը եւ իրավունքները պաշտպանելու համար։ Եվ սա Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքն է։ Երբ որ մենք ինքներս ժխտել ենք ուղղակի կամ անուղղակի Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքը, դրանով ոնց որ ասել ենք, թե Հայաստանը միջազգայինորեն ճանաչված տարածք չունի, անուղղակի ենք ասել։ Եվ այդ է պատճառը, որ այս ընկալման տրամաբանության մեջ մենք անընդհատ ավելի ու ավելի շատ ենք զոհաբերել մեր ինքնիշխանությունից, անկախությունից, որպես պետություն։ Եվ երբ որ մենք վերադարձել ենք Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքին, մենք գնալով այդ օրից ժամ դարձել ենք ավելի ինքնիշխան, ավելի անկախ, ավելի անվտանգ, ավելի հեղինակավոր միջազգային պետություն, եւ սա Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության խորհրդանիշն է, սա Հայաստանի պետականության խորհրդանիշն է։ Եվ գաղտնիք չկա, Հայաստանում կան ուժեր, ովքեր շրջաբերականներ են գրում, որոնց իմաստը այն է, որ պետությունը կարևոր չի։ Մենք ասում ենք, որ ոչ, պետությունը ամենակարևորն է։ Շնորհակալություն, օգտվելով արձագանքի հնարավորությունից, երկրորդ հարցը ուղեմ, պարոն վարչապետ, երբ բոլորովին վերջերս առաջին անգամ ասացիք հրապարակային, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը քվեջ տալու դեպքում եւ ըստեյության իշխանություն չձևավորելու դեպքում դա կենթադրի ռիսկեր, վտանգներ, անկայունություն, ինչու՞ չէ նաեւ պատերազմի վտանգ, տարբեր շրջանակներ սա ձևակերպում են որպես ուլտիմատում, որպես շանտաժ, քաղաքական շանտաժ եւ
Երևի արժե այս համատեքստում նաև մեր քաղաքացիների հետ խոսել մեկ այլ դիտանկյունից, ինչ կստանա Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրելով քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, ինչ կշահի։ Մենք խոսում ենք մի կողմից ինչ կլինի, եթե չընտրվենք մենք, լավ կլինի խոսենք նաև դրանից, թե ինչ կլինի, եթե մենք ընտրվենք, ինչ դրական պտուղներ կքաղի եւ ինչ մասշտաբի պտուղներ կքաղի Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Նախ ես ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականին շատ մեծ մեղադրանքներ կար ինձ, որ ես հրապարակային վտանգների մասին չեմ զգուշացրել հանրությանը, շատ մեծ մեղադրանքներ կար։ Այս մեկ, ես այդ մեղադրանքից եւ սխալից արել եմ հետեւություններ։ Երկրորդը, մենք ասում ենք շատ պարզ բան, այս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի հետեւյալը. Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, թե չի շարունակվում։ Այսօր քաղաքացիական պայմանագիրը միակ քաղաքական ուժն է, ով հստակացում է, որ Ղարաբաղյան շարժումը, այսինքն ոչ թե հստակացում է, մենք որոշել ենք եւ չենք շարունակում որպես քաղաքական մեծամասնություն Ղարաբաղյան շարժումը։ Մյուս բոլոր ուժերը ասում են, որ իրենք շարունակելու են Ղարաբաղյան շարժումը։ Եվ ժողովուրդը այդ պետք է որոշի։ Եթե որոշում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակում է, դա նշանակում է պատերազմ, որովհետեւ Ղարաբաղյան շարժումը պատերազմ է։ Եթե որոշում է, որ խաղաղությունն է, ուրեմն Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, ժողովուրդ ջան, շատ պարզ ընտրություն է։ Եվ մենք պետք է դուրս գանք այդ բանից, մենք պետք է մարդկանց հետ խոսանք։ Էլի նույն անկախության հռչակագրի հետ կապված խնդիրը։ Անկախության հռչակագիրը, էլի ասում եմ, դա անկախության հռչակագիր չի, դա կոնֆլիկտի եւ կախվածության հռչակագիր է։ Որովհետեւ եթե դու դնում ես քո բոլոր հարևանների հետ կոնֆլիկտի տրամաբանություն քո անկախության հռչակագրի հիմքում, սա առաջինը մի բան, դու անհնար ես դարձնում քո միջավայրում առանց արտաքին օգնության ապրելը եւ ում օգնության պետք է այդ միջավայրում ապրես, գնալով ավելի ու ավելի կախված ես դառնում դրանից, ով ուզում է լինի, սա շատ պարզ տրամաբանություն է։ Եվ ես էլի ասում եմ, մենք բոլորս ծագել ենք, սերել ենք Ղարաբաղյան շարժումից որպես քաղաքականությամբ զբաղվող մարդիկ։ Բայց էլի եմ ասում, եթե մենք չենք առերեսվելու, եթե մենք չենք փոխվելու, ուրեմն չի փոխվելու նաև մեր պատմական ճակատագիրը, չի փոխվելու։ Այսօր էլ նոր բան ենք գցել բերանները, բանը երաշխավոր, ես էլի ասում եմ, մենք երաշխավոր արդեն ունեցել ենք, ընդ որում էլի եկեք գնանք 1850-ականներ, Սան Ստեֆանոյի պայմանագիր, այն ժամանակվա երաշխավորներով, էլի գերտերություններով, Հայաստանի բանի ինչ էր, բարենորոգում, չգիտեմ, բարենորոգումների ծրագիր, կետերով, դրանից հետո Բերլինի կոնֆերանս 16-ը դարավ 61, թե 61-ը դարավ 16, մենք չենք հասկանում, որ մեր հետ տեղի ունեցած պատմական բոլոր դժբախտությունները են, պատճառն են, որ մենք թույլ ենք տվել անդադ մեզ օգտագործեն ուրիշների դեմ, դրանը դնելով երաշխավոր, չգիտեմ ինչ, եւ իմիջայլոց, որ մի հատ էլ հարց տակ, գիրքը մոտս այդ մասը բան եմ արել, ես մարկերով նշել եմ, ես մեջբերումներ կանեմ, եթե իհարկե չեմ մոռացել գիրքս։ Հա, խնդրում եմ հարց տվեք, ես մեջբերումներ կանեմ այդ գրքից։ Ես գնամ պատրաստում եմ, դուք էլ հարցը պատրաստեք։